Ողջույն, Civilnet podcast-ի շրջանակում ես զրուցում եմ Civilnet-ի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի հետ։ Ողջույն Էրիկ։ Շատ մերսի։ Այսօր քննարկում ենք, փորձում ենք ամփոփել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցը փետրվարի 9-ից 11-ը մեկնարկեց Երևանից, շարունակվեց Բաքվում եւ կցանկանայի նախ մենք համեմատեինք ինչ ստացվեց Երևանում եւ ինչ ստացվեց Բաքվում, կնքվեցին մի շարք համաձայնագրեր, հնչեցին հայտարարություններ, այստեղ Հայաստանի մասով ունենք համագործակցություն միջուկային էներգիայի ոլորտում, դրոնների մատակարարում 11 միլիոնի, արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ Nvidia չիպերի համար եւ այլն, եւ Բաքվում, ինչպես իմացանք, ռազմավարական գործընկերության խարտիա է կնքվել։ Համեմատությամբ ինչ կարելի ասել։ Շատ բարձ հաղթանակ է Հայաստանի կողմի համար, որտեղ երկու այն որստը հստակվեց ինչ որ ստորական հավասարություն ունի այն որ ընդեղում է լավ։ Եվ սա չափազանցություն չի։ Ոչ, պետք է նայենք, խոսում ես data center-ի մասին, 4 բիլիոն դոլարի ծրագիր է, որ այս բանում data center-ները աշխարհի կենտրոնի դրի ապագայի նշանն են, խորհրդանիշն են, որ մեծով մեր նման երկրում 4 բիլիոն դոլարանոց data center ունենաս եւ հետաքրքիր է որտեվ մեր հարևան երկրները շատ են բողոքում դրա մասին, որ ինչու պետք է ընդելի շատ մտահոգ են սրա հարցին։ So այդ data center-ը նոմեր 1, որտեվ 15-20 տարի հետո հետ նայենք կարող ամենակարևոր հարցն էլի։ Դրոնների այդ 10 միլիոնը դա սիմվոլիկ է որպես առաջի կարևորն ինչ է որ դու կարող ես ապագայում ուրիշ բաներ առնես եթե չէ 11 մեծ դրոններ շատ լավ սիստեմներ են այնքան որ հասկանում ենք ուրիշ մարդիկ որ մեզ այն շատ ավելի լավ մասնակից բայց կարևորը հեռանկարը այո որ ապագայում ես կարող ես նորից ամերիկյան արևմտյան զենքեր առնես եւ էլ այդ նոր ատոմակայանը վերջը դա պետք է կարողացենք մեկ պետք է առնենք եւ իմ կողմից էսի ուրիշ էս մեր օրվա ռուչան մեջ մենակ էս ամերիկյան օպշններն են որտեղ էսի պաշտպանական էլ հարց է դու ինչ ես 10 տարի բիլիոններ ծախսում ես ամերիկյան ընկերությունների հետ եւ այդ ինչ է տոնում համ Ամերիկայի պետության աշկը քո երկրի վրա եւ նույն ձև էլ այդ մեծ կարևոր այդ corporation-ների ընկերությունների այդ ազդեցությունը որն են այդ էլ մեր պաշտպանական հարցերի մեջ շատ կարևոր դեր է խաղալու so երբ որ այդ համեմատում ես ռազմանավեր են դե ծախում մոտորանավակ այո ինչքան ուզում են ծախեն որտեվ գիտեք դա մեր դեմ չեն կարող օգտվեն so հույսով իրանց բիլիոններ դոլար տրանսից ծախեն մեզ համար ոչ մի տարբերություն չի արում դրա վրա այսինքն այս պահին ակնհայտ է որ Հայաստանը շատ ավելի շատ ստացավ այս պետք է շատ քաղաքական կույրել ես որ դե չհասկանաս թե չես ուզում հասկանաս քո պատճառներով բայց եթե օբյեկտիվ աշխով նայես շատ բարձ է դա Էրիկ կցանկանայի խոսել մի փոքր այցի մթնոլորտի, քաղաքական լեզվի, մանրուքների մասին, որոնք գուցե շատ կարևոր չեն, բայց կարևոր են, եթե դրանք փորձենք PR-ի տեսանկյունից դիտարկել, մանավանդ դու տասնամյակներ շարունակ զբաղվում ես այդ հարցերով եւ ամերիկյան քաղաքականությունը շատ լավ գիտես։ Իդեպ Էրիկ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մթնոլորտը շատ ավելի ջերմ էր, քան սպասվում էր։ Մենք լսեցինք այսպես կիսահումորային հայտարարություններ Ջեյ Դի Վենսից, իդեպ ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, ընդհանրապես շատ անկաշկանդ էր մթնոլորտը։ Ինչի հետ է սա կապում, սա ընդհանուր ամերիկյան ոչն է, թե երկիրը այդուհանդերձ կապ ունի։ Որոշ չափով ավելի շատ Ամերիկայի քաղաքական սիստեմների հարցը եւ մոտեցումների հարցը։ Ամերիկայի քաղաքական սիստեմների մեջ մեկ կոնցեպտ կա, որ ես շատ յետասար ժամանակ սովորում եմ դրապակարների վրա աշխատելու մեջ, ասում են, որ who owns the room, այդ սենյակի տերը ով է։ Եվ եթե տեսնես այդ փոքր նախագահը ինչպես մտավ, մեր այդ նախագահի պալատը, որ խոսում էր կատականելը կատակ չի։ Եթե դու ասում ես, որ ես այնքան ինքնավստահ եմ, որ այսպես լուրջ ժամանակները կարող եմ ինքս շատ թեթև վերցնեմ ինձի։ This is the guy from the airport. Օտանավակայան նարեկի մասին, դեսպանի մասին։ So այդ իր այդ մոտեցումը ասում եմ, որ ես այդ ալֆա շունն եմ ստեղում, շատ քաղցր ձևով, դուք եկեք ինձ համար, ես չեմ եկել ձեզ համար։ Եվ հավատում ես մերոնքները էս մեր աշխարհ ոչ թե մերոնք մամստեն ու Բաքվում չեն հասկանում որ էսի ինչ է անում ստե ինչ է ասում իր ձևով բայց իր ձևով ինքը սենյակի տերն էր ամեն ուշադրությունը իր վրա էր եւ այդ փոքր բաները կարեւոր են երբ որ ինքը ասում է որ
Ալիևին խոսում է իր կնոջ մասին փոխնախագահելը, դա շատ զգայուն հարց է այդ երկրում։ Ես էլ եմ պանելներ իրանց մասնագետների հետ այդ հարց որ առաջ էս բերում ամենը լռում են, որտեվ ամանչում են այս արևմտյան ֆորումների առաջը, որ ծիծաղալու է բան, այլ լրիվ երկրում ուրիշ մարդ չեն կարող ճարեն, բացի ինչ են ասում Իրաքին է, որ էլի փոխնախագահ։ Այսինքն շեշտում է ավտորիտար բնույթը նա համակարգի։ Նույն ժամանակ է, որ ասում է այդ հատուկ մի բառ ասում է անգլերենով ասում է charming Ալիևի մասին, այո գրավիչ կամ այո եթե դու այդ բառը օգտվում ես իր կնոջ մասին դա կոմպլիմենտ է դու բռնապետի մասին որ ասում ես charming դա ասում ես դու այդ արևելքյան այդ ժողովուրդները ինձ համար effect չունի այդ որ դու ասում ես դու ասում են ոչ մի տեղի քեզի չի հասցնելու բայց այնց ձևով ասում որ վստահ եմ Ալիևն ինքը չի հասկանում որ էսի կոմպլիմենտ չի կարծես շոյվեց նույնիսկ այո եւ այն կնոջ մասին որ խոսած լրավ ընդ եթե ասես EU-ից մոկետս բան ասեր էսի մեծ սկանդալ էր ելելու բայց ընդ նստավ լրավ եւ ոչինչ չասա որտեվ իրան ասում է ես կարող եմ կամ քո առաջդ քո կնոջդ մասին ասած խոսամ մե բանը մե հարցի մասին որ չեք ուզում շեշտեք եւ դու ոչինչ չես կարող ասես նույն ժամանակ էս անձնական բաները չպետք է չափազանցնենք բայց էսի ավելի ցույցատալի մոտեցումը ցույցատալի որ ումի հետ ավելի հանգիստ է եւ հարաբերությունները որտեղ է ամեն երկրի հետ քան թե վերջի հաշվով այդ geopolitical հարցերը շատ ավելի բնականաբար կարևոր են բայց փոքր բաներ ես տեսնում որ հետաքրքիր է եւ չէ որ այս հատուկ այդ ամերիկան քաղաքական այդ խաղերի նրբությունները չեն հասկանում այս լրիվ կարող ասած ռեջիոնում մարդիկ չեն հասկանում որ ստե ինչ է լավ որ ինքը որ եկավ ստե շատ հանգիստ ձևով էս ասում ես owning the room համ Երևանում համ Բաքվում եւ ցուցավալի այդ մերոնքները միշտ վախեցած են միշտ այդ առաջի դասարանի երեխի նման են որ առաջի օր դպրոցի հետև են նայում որ մաման ուր է այս մարդը մտնում ասում է էսի մոնքս է Նայ Երևանում համենայն դեպս այդպիսի տպավորություն ստեղծվեց, որ իսկապես շատ ուրախ էր եւ մի քանի անգամ շեշտեց այն հանգամանքը, որ հպարտ է լինել առաջին ամերիկյան փոխնախագահը, որն այցելում է, մի քանի անգամ շեշտեց Հայաստանի առաջին քրիստոնյա երկիր լինելու փաստը եւ այլն։ JD Vance-ին ճանաչելով կամ նրա անցած ուղին հասկանալով, ինչ կարելի ասել, ընդհանրապես արժեքները կարևոր են այս տեսակ բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Դժվար է ասել որտեղ պետք է մտնես մարդու սիրտի խելքի մեջ բայց այդ որ այդ բառերը որ օգտվում էր դա ամերիկյան շուկայի քաղաքական շուկայի համար է խոսում Ամերիկայում քրիստոնյա քվեթվողները մանավանդ պաշտպանական քրիստոնյա աչակողմյան քրիստոնյաները Ամերիկայում այս Trump-ի administration-ի հետ շատ մեծ դեր են խաղում so այդ audience-ի հետ է խոսում այդ կոնտեքստի մեջ Հայաստանի հետ չի խոսում ասում եմ նայեք ես աշխարհի ամեն տեկետամ քրիստոնեությունը կշեշտեմ եւ քրիստոնյա երկրումն է դրա մասին կխոսամ so այդ իր քաղաքական շուկան տունումն է մենք չենք դրա մենակ մենք ենք տեսնում ստեղում բայց իրանց հետ է խոսում մեզ հետ չի խոսում դրա մասին Այցի ընթացքում Երևանյան այցի ընթացքում երկու փոքր տհաճ միջադեպ գրանցվեց, մեկը թարգմանության հետ կապված էր, այնտեղ սխալ բառ էր թարգմանվել, էքսպորտը թարգմանվել էր որպես ներդրում, ինչը այդպես չէ, եւ երկրորդը, որ կարծում ավելի մեծ նստվածք թողեց, այն հանգամանքն էր, որ կնոջ հետ այցելեց Ծիծեռնակաբերդ, այնուհետև X հարթակում գրառում արեց եւ կարճ ժամանակ անց այդ գրառումը ջնջվեց, այս միջադեպը լայնորեն լուսաբանվեց միջազգային մեդիայի կողմից, տարածաշրջանային եւ միջազգային մեդիայի կողմից New York Times-ը անգամ ասաց, որ գրեց, որ JD Vance-ը հեռացրեց գրառումը, որով ճանաչում էր ցեղասպանությունը։ Սա միս կոմունիկացիա էր, սխալմունք էր, ինչպես կարելի է, թե փորձեց ինչ-որ սիմետրիա պահել առաջիկայում Բաքու այցելելու հետ կապված։ Իդեպ այնտեղ էլ այցելել շահիդների ծառուղի։ Առաջինը մեր այդ թարգմանության հարցը ներդրումի թե ինչ են ասում, մենք ենք ինչ ենք մենք առնում իրանցից Էդի երկու բան է, լրիվ unprofessional մոտեցում է,
Օր եթե ուզում են մարդկանց խափին, դա լան պրոֆեսիոնալ մոտեցում է, եթե որտեվ այս ընտրության սեզոնին դու կարծում ես եթե այտենց մե սխալ ես անելու, հակառակորդները դիմություն չի վերցնելու, քեզի այդ փետով ծեծելու է դրա։ So ինչ ծավալ որ նայես անընդունելի է, որ այտենց կարևոր հարցը, որ ասում ես, որ $9 բիլիոն հարց ես խոսում, որ Ամերիկան ներդրում չի անում ըստ $9 բիլիոն։ Մենք ենք իրանցից $9 բիլիոն այդ նոր ատոմակայանն ենք առնում, այդ ինչ-որ հետը գալիս է, որ դրա լավը վատը լրիվ ուրիշ հարց է։ So եթե ուզում են այսպես շատ հասարակ ձևով մարդկանց խափին ամոթ իրանց, բայց եթե չէր ստացվելու, որտեղ շատ արագ այս մանավանդ այս ընտրության սեզոնին ամեն ինչ կականա, քեզիկ բռնենք, քեզիկ կծեցեն։ Եթե շատ արագ շտկվեց եւ բացահայտվեց։ Իրանք պետք է շատ, եթե իրանք ճշմարիտ են, պետք է շատ արագ ասին, էսի սխալ էր, ժողովուրդ սխալ չհասկանաք։ Բայց դա չարան։ Ովքեր չարն այդ պետք է իրան։ Ընդամենը հայտարարություն պարզաբանում տարածվեց, որ ամերիկյան կողմն էր, այսինքն ապահովում թաքնություն։ Հավստահենք։ Այդ ցեղասպանության վերաբերյալ գրառում։ Ամոթ, ինչ ես կարող ասես, ամոթ իրան, որ այդպես փոփոխություն արել։ Նենսի Փելոսին էլ է այդպես կարծում դեմոկրատ։ Այո, բայց անսպասելի մի բան չի, երբ որ ապրիլ 24-ի այդ իր ինչ են ասում ուղերձի վրա ինքը այդ ցեղասպանության բառը չի օգտվում, իր շեֆը նախագահան։ So այս ինքը այդ առաջ այդ բառը օգտվել է, մեկ հետաքրքիր էր։ Ուրախորի ձևով հետաքրքիր էր, բայց որ հետ քաշան դա տարօրինակ չի, նույն ձևով եթե այդքան հավատացյալ ես քրիստոնյա քրիստոնյաների իրավունքների համար, եթե դու պատրաստ ես 110 տարվա առաջվա քրիստոնյաների մասին խոսած, ինչ արժեք ունի այդ քո քրիստոնյաների իրավունքների պայքարը։ Այսինքն այսօրվա ամերիկյան վարչակազմը դեռ հայոց ցեղասպանության ճանաչման հետ խնդիր ունի Թրամփի վարչակազմը։ Այո, դու բարձր որ տեսնում ես մեկից գնացիր մեկ եւ փոխվավ։ Մյուս հարցը, որ կցանկանայի քննարկենք ընդդիմության արձագանքներ, շատ տարբեր արձագանքներ հնչեցին, բովանդակային, ոչ այնքան բովանդակային, իդեպ շատերը ֆիքսվել են հենց այդ թարգմանության սխալի վրա են ֆիքսվել, բայց Ամերիկայի մի րոպե անունը լավ չեմ հիշում, կներես։ Բայց կցանկանայի խոսել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի անկայի հայտարարության մասին։ Հիմնականում մեղադրեցին Վենսին նրա համար, որ չի հանդիպել Հայաստանի հոգևոր առաջնորդների հետ, չի հանդիպել փախստականների հետ, չի հանդիպել ընդդիմության հետ։ Ինչ կարելի ասել այս հայտարարության մասին։ Ես եւ դու կարող ենք նստենք 5 բանել ավելացնենք այդ սխալների վրա։ Բայց հետո ինչ։ Իրանց հիմնական մանդատը պետք է ինչ էլի, որպես հայկական մեր լոբիներից Վաշինգտոնում, որ դու Ամերիկայի Հայաստանի հարաբերությունները ավելի հստակացնես, մոտիկացնես։ Այսպես չես մոտիկաց։ Ոչ մի ձևով չես մոտիկացնում։ Իրանց լրիվ մոտեցում են, որ լրիվ մեղադրեն, հարձակվեն, եւ էդի կարող է ճիշտ լինել, բայց ճիշտ լինելը հատուկ ձեզի օգուտ չի բերում։ Պետք է ամենակարևոր հարցը այս պահին մեզ համար որ այդ հարաբերությունները ավելի հստակվեն, ավելի շատ խոր հիմք ունենան, եւ եթե դու այդ քո հիմնական մանդատը չի, կարող ենք ասենք, որ դու այս մոմենտին դու հայ ժողովրդին թե Հայաստանի համար չես ծառայում։ Ու եւս մեկ հանգամանք, որ կարծում կարևոր է քննարկել, որովհետեւ ակնհայտորեն կապ կա ներքաղաքական պայքարի հետ, Վենսը իր հայտարարությունում բավական հստակ եւ բացահայտ աջակցեց Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում, իդեպ շատ անգամներ շեշտեց նրա լավ առաջնորդ լինելը, նրա առաջնորդությունը եւ այլն, եւ ասաց, որ եթե դա ինչ-որ բան նշանակում է, մենք աջակցում ենք։ Նախ սա միջամտություն է ներքին գործերին, թե ոչ, եւ երկրորդ հետևյալն է հարցս, ինչպես կարող է այս մեսիջը եւ այս աջակցությունը ընկալվել եւ օգտագործվել իշխանության կողմից։ Բայց ուրիշ ձև չես կարող բացատրել բացի խառնվել ներքին խաղաղության մեջ։ Եթե մենք խոսալու ենք ռուսական այդ հիբրիդային պատերազմի մեջ, պետք է ճշմարիտ է, պետք է ամենի մասին խոսաս։ Որպեսզի դաբլ ստանդարտներ չլինեն։ Այո, բարձր որ ինքը խառնում է մեր ներքին խաղաղության մեջ եւ դա ճիշտ բան չի։ Հիմա նուրբ ճիշտ ասած անգլերեն հասկանալ պետք է նուրբ ձևով
Էդի ասում է, որ չի ասում, որ գնացեք քվեթվեք, ասում է, ես մարդուն սիրում եմ։ Հա։ Բայց գիտեք, որ Հայաստանի հայկական քաղաքական այդ մոտեցումների մեջ, միտքերի մեջ ամերիկան հատուկ տեղ ունի։ Եվ դա կարող է նաև ինչ որտեղ ուղղորդել ընտրողին։ Այո, որտեվ մենք այդ ամենը գիտենք, այդ Վիլսոնյան մանդատը, բանը ամենի մարդկանց միտի մեջ կա, ասո այդ երևակայության մեջ ամերիկան հատուկ դեր է խաղում։ Սոյսի նորմալից կարող ավել էֆեկտ ունենա։ Սո այո, դա ճիշտ չի եւ շատ բարձ է, որ այս պահին իրանց համար Հայաստանին աջակցելը նույնն է, որ այս հիմավա պետությունը նորից ընտրվի։ Եվ ինձ համար շատ բարձ է, որ այս հիմավա պետությունը Ամերիկայի պետության համոզել է, որ մենք ենք ռուսական քաղաքական խուժանը։ Երկընտրանք կամ սպիտակ կամ սև։ Այո, դա շատ բարձ է, որ իրանց դա համոզել են։ Հիմա ճիշտ է, սխալ է, իմ կարծիքով սխալ է, բայց դա իրանց օգտին է երկրի վնասը, որտեղ շատ մեծ ռիսկեր ունի, եթե այդպես չելի։ Ինչի հետ կապված ռիսկեր։ Եթե ասես, որ ընտրությունները հետ կա այս հիմավա իշխանությունները 35-40%-ի են գալի եւ Գումրի սենարորն ասենք ուրիշ ինչ այլ Ամերիկայի հետ լրիվ ճշնամի դիրք ենք վերցնելու։ Սո ինչ են արել այդ լրիվ այդ երկրի շահերը անձնական են սարքել իրանց կուսակցության մեջ, որ վտանգավոր է երկրի համար, շատ մեծ ռիսկեր ունի։ Նկատի ունես նաև այն կոնտեքստում, որ կարող է առճակատումը եկեղեցու հետ շարունակվի եւ այսինքն սա ընկալվի որպես կանաչ լույս։ Կարող է, որ նայեք ինչպես են ասյունությունը, այս իշխանությունը կարող է երկու ճանապարհ կարվեսնի։ Այս վերջի մյուս 4 ամիսը, այս վերջի այս 2 օրը, որ ասենք հաղթանակ էր իրանց համար, իշխանության համար, բայց նույն ժամանակ երկրի համար, խոսան data center-ի մասին, խոսան ներդրումների մասին, որը գալու է արևմուտքից, խոսան Ամերիկայի հետ ավելի հստակ հարաբերությունը եւ դրա պաշտպանական դիրքն ինչ է, ռազմական առաջադիմությունների մասին։ Կարող ես այդ ճանապարհը վեսնես, 4 ամիս դրա մասին խոսած, որ ճիշտ մոտեցում եք էլի, որ կարող է ճիշտ սխալ ճանապարհը վեսնես, որ այս եղեցու դեմ այս պայքարը, որ իրանց ոչ մի օգուտ չբերում, այդ շարունակես, այսի որ վերցնես որպես carte blanche, որ դու ընդդիմության հետ ավելի շատ մարդկանց ինչ են ասում, պիտակավորելու, նստացնելու, ավելի repressive մոտեցումներ ունենալու, որտեղ ասում ես, օքեյ, երբ որ աշխարհի ամենակարևոր երկրի երկրորդ փոխնախարարը այս ասում է, ինչ ուզում եք արեք, կարող է լրիվ սխալ ձևով հասկանալ դա, եւ սխալ ձևով եթե ամեն իրանց վրա հետ է գալու, բացասական ձևով, որտեղ եթե դու այս 2 օրը այդ լավ բաները չես ընկալում օգտվում քո քաղաքական ապագայի հետ նտրապայքարի համար, որ վերցնում ես որ նախքին սխալներդ, որ բացի վնաս քեզի չի բերել վերջի 6 ամսվա մեջ, որտեղ ինչ են արել 6 ամսվա մեջ վերցրել են ամենաչսիրված մարդուն այս երկրում սարքել են, որ բանի ընդդիմության խորհրդանիշն են սարքել իրան, ով որ այս պետության չի սիրում, հիմա իրան աջակցում է։ Ոչ թե դու դկատի ունես ամենայն հայոց կաթողիկոս։ Այո, ոչ թե որ իրան սիրում են, իրան տեսնում են որպես սիմվոլիկ հակառակորդ։ So it's իրանք պետք է որոշեն, ժամանակը մեզ կասի, եթե ճիշտ ճանապարհն է մշնու թե սխալը։ Իսկ ես ու դու կարծում դեռ հնարավորություն կունենանք շատ ավելի հանգամանալից խոսելու նախընտրական պայքարի եւ ընտրությունների մասին։ Շնորհակալ եմ, Էրիկ։ Ոչ ճիշտ։ Հիշեցնեմ, Civilnet-ի տաղավարում էր Civilnet-ի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը։